Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ այսօր ես խոսելու եմ գործարարի որակներից հաջորդի մասին։ Դա իհարկե բոլորիս հայտնի, բոլորիս ամեն օր հանդիպող վաճառելու որակն է։ Երբ ինձ հարցնում են ինչից բիզնես սկսել կամ ինչպես բիզնես անել, առաջի բանը, որ ես ասում եմ, դա վաճառել սովորելն է։ Ինչ է վաճառել սովորելը այդքան կարևոր ու գործարարի ամենօրյա կյանքի ամենակարևոր կետերից մեկը։ Առաջի եւ ամենակարևոր բանը հետեւյալն է, որ եթե մենք բիզնեսը առհասարակ նայում ենք, երկու հիմնական կոմպոնենտից է բաղկացած՝ պրոդուկտ եւ վաճառք։ Կան մարդիկ, ովքեր կարողանում են ստեղծել պրոդուկտ կամ առնել պրոդուկտ կամ ներմուծել պրոդուկտ եւ այդ պրոդուկտի շուրջը ամբողջ մի հատ ենթակառուցվածք է աշխատում, պահեստներ, լոգիստիկա, մատակարարներ եւ այլն։ Սա պրոդուկտի կտորն է, որի մասին մենք իհարկե առանձին խոսենք, եւ կա վաճառքի կտորը։ Վաճառքն էլ իր մեջ իհարկե ներառում է մարքեթինգը, ներառում առհասարակ կոմերցիա ասվածը։ Եթե ձեր մոտ կա վաճառելու հատկություն, եթե դուք սիրում եք բանակցել, խոսել, ներկայացնել, գալ ընդհանուր հայտարարի եւ գումար ուզել ինչ-որ պրոդուկտի համար, ապա դա գործարարի որակներից մեկն է։ Եվ իմ շատ գործարար ընկերներ ամենօրյա գործունեության ընթացքում, լինելով նաև շատ խոշոր բիզնեսների սեփականատերեր, որտեղ աշխատում են 1000, 2000, 3000 աշխատակիցներ, իրենք ամեն օր վաճառում են։ Շատ վառ օրինակ է Բաքուրը Մելքոնյան, ով հիմա նաև վաճառում է իր կողմից հեղինակած եւ կառուցվող պրոյեկտը Սևանում, եւ մենք տեսնում ենք, որ անկախ բիզնեսի չափից գործարարը մեկը վաճառում է իր պրոդուկտը, անձամբ ինքը իր պրոդուկտի դեմքն է եւ վաճառում է իր պրոդուկտը։ Իհարկե վաճառքի շատ խողովակներ կան, եղանակներ կան, տեսակներ կան, բոլորի անունը վաճառք է, բայց տեսակները տարբեր են։ Եվ հաջորդ կարևոր որակը, որը պետքա մարդ իր մեջ բացահայտի, զարգացնի, դա վաճառելու որակն է։ Եվ ես ձեզ ասեմ նաև մի շատ հետաքրքիր բան, ինքս լինելով շատ տարբեր թիմերում վաճառքի տրեյներ, ես կասեմ, որ ամենալավ վաճառողները սովորաբար բիզնեսում հենց բիզնեսի սեփականատերերն են, ովքեր վաճառում են որպես սեփականատեր, որպես գործարար, եւ դա անում են բավական էֆեկտիվ եւ բավական լավ։ Հետևաբար հաջորդ որակը, հաջորդ հատկությունը դա վաճառել կարողանալու հատկությունն է, սկսած social մեդիայում, վերջացրած ֆիզիկական հանդիպման ժամանակ, one-to-one ֆորմատով, one-to-many ֆորմատով, մեկը 100-ի հետ աշխատելու ֆորմատով կամ մեկը մեկի հետ, բոլոր դեպքերում մենք գործ ունենք վաճառքի հետ։ Հետևաբար, եթե ձեր մոտ կա վաճառելու հատկություն եւ դուք ուզում եք բիզնեսով զբաղվեք, իմացեք, որ այդ հատկությունը ձեզ շատ օգնելու է։ Այս դեպքում ուղղակի պետքա գտնեք մարդ, ով ունի լավ պրոդուկտ, բայց պես չի կարողանում իր պրոդուկտը վաճառի։ Լավ պրոդուկտ ունեցողին եւ լավ վաճառող կարածողին եթե միացնում են, կարա շատ հաջողված եւ շատ մեծ բիզնես ստեղծվի։ Հետևաբար բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, տվյալ հոլովակը ուղարկեք նաև ձեր ընկերներին, այն մարդկանց, ովքեր կարող են այս հոլովակը օգտագործել իրենց կյանքում ու ինչ-որ լավ դրական փոփոխություններ ստեղծել իրենց կյանքում, իսկ ոնց սովորել վաճառել, ամբողջ ինտերնետում բազմաթիվ հոլովակներ կան, վիդեոներ կան, կարող եք ինքնուրույն դնել, նայել, սովորել եւ առաջին քայլերն անել վաճառքի աշխարհում։ Մեկ գիրք եւ մեկ ֆիլմ եմ ցանկանում խորհուրդ տալ վաճառքի մասին։ Անպայման նայեք Պագոնիա за счастьем ֆիլմը, որտեղ հերոսը շատ հետաքրքիր եւ մոտիվացնող կյանքի ճանապարհ է անցնում, դառնալով պրոֆեսիոնալ վաճառող եւ դառնալով միլիոնատեր։ Ֆանտաստիկ ֆիլմ է, իսկ գիրքը ես խորհուրդ կտամ կարդալ կամ Անդրեյ Գալավանովի գրքերից, կամ Սերգեյ Ազիմովի գրքերից, կամ Եվգենի Կոտովի գրքերից։ Սրանք այն հեղինակներն են, որոնց դուք կարող եք YouTube-ում էլ գտնել, կարող եք նայել իրենց վիդեոները եւ կարող եք շատ բան սովորել վաճառքի մասին։